Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Այսօրվա բողոքի անձապքից հրանգել է դրա համար, որովհետև վերջի ժամանակ երկրի իշխանության ղեկավարությունը տարբեր միջազգային հարթակներում, տարբեր տեղեր Արցախահայության մասին, Արցախահայության իրավունքների մասին, որ հետ վերադարձը դա չնչող է, որ Արցախի հարցը փակված է, Արցախի մասին, Արցախի ժողովրդի մասին ներկայացնելով միջազգային հարթակներում մենք դրան դեմ ենք։ Դուք իրավունք չունեք Արցախահայության մասին խոսելու։ Արցախահայությանը մնացել է մի հատ իրավունք մենակ։ Արցախահայությունից խլել եք ամեն ինչ։ Արցախահայությունից խլել եք հայրենիքը։ Արցախահայությունից խլել եք իրենց զավակներին։ Արցախահայությունից խլել եք ամեն ինչ։ Այսօր եկած իրենց իրավունքների ոտնահարում եք արդեն։ Ոչ մեկը իրավունք չունի Արցախահայության տեղը որոշելու, իր իրավունքների հետ խաղալու։ Արցախահայությունը հետ վերադարձի հույս ու հավատը, ով կասկածանքի տակ է դնում, դա հենց հայ ազգի ժողովրդի, հենց հայ ժողովրդի առաջի թշնամին է։ Արցախը միշտ եղել է հպարտության առիթ։ Արցախը միշտ եղել է հայկական։ Արցախը միշտ լինելու է հայկական։ Այսօր վաղը կարող է մեկ այդ հնարավորությունը չունենք, այո, բայց դա առիթ չի տալիս ոչ մեկին կասկածակի տակ դնել Արցախահայության հետ վերադարձի կապակցությամբ հարցը։ Ամեն օր այսօրվա իրավիճակում տեսնում եմ Արցախի հարցը արդեն ացել է երկրորդ բանում։ Արցախի մասին շատ քիչ է խոսում։ Ներկայաշխանությունը հասկանալի է։ Ընդդիմադիր հայացք ունեցող ներկայացուցիչների մասին եմ ասում։ Ընդդիմադիր ուժերի մասին եմ ասում։ Առանց Արցախի հարցի ոչ մեկը հաղթանակ չեք կարելի տանել։ Առանց Արցախահայության կարգավիճակին, առանց Արցախահայության հետ վերադարձին ոչ մեկը վաղ օրը ոչ մի հարցի մեջ հաղթանակ չի կարողանալու իրականացնել։ Բոլորին կոչ եմ անում, բոլորին հորդորում եմ, մի թաքնվեք, փողով մի վաճառվեք, փողն է ձեր սաղի գլխին է ցավը բերել, փողից զոհն եք դարել բոլորս։ Ամեն մեկս հայ լինելով, հայ ապրելու համար ազգովի պիտի պայքար մղենք։ Երեք Արցախն եք կորցրել, այսօր Սյունիքի մասին եք խոսում։ Արցախը չկորցնեիք, Սյունիքի հարցը չէր բարձրաձայնվել։ Արցախը չկորցնեիք, մնացած հարցերի այսօրվա իրավիճակում ինչ հարցեր կա, այդ հարցերը չեն բարձրաձայնվել։ Երկար ժամանակ բոլորը Արցախահայության հետ միասին Սփյուռք, Հայաստան, Արցախ միատեղ գրիվ եք տանում թշնամու դեմ։ Թշնամին սարսափում էր Արցախից։ Թշնամին սարսափում էր Արցախով հայ ազգից։ Բայց այսօր մենք եկած վախում եք Արցախ բառը օգտագործելու։ Վախում եք Արցախի համար հավաքվելու, մեր արժանապատվությունը բարձրացնելու։ Արժանապատվությունը վերականգնելու համար առաջերտին ամեն մեկս մեր մեջ պիտի հարց տանք։ Ով ենք մենք։ Գնում եք եռաբլուր, խոնարհվում եք զոհվածների առաջ։ Ում է պետք է խոնարհվելը։ Ինչի համար եք խոնարհվում։ Որ դուք ողջ լինելով չեք շարունակում իրենց գործը։ Որ դուք ողջ լինելով չեք տանում են գործը իր ինչի համար իրենք զոհաբերել են։ Այսօրվա իշխանությունն էլ ռիթավորվում է դրանից։ Այսօրվա իշխանությունն աշկների տակ կողում։ Այո, աշկների տակ կողում սաղին։ Չի կարելի մի թողեք, սաղ աշխարհը մեզ է նայում։ Սաղ աշխարհը մեր ժողովրդին է նայում, երբ հայ ժողովուրդը արթնանալու, երբ հայ ժողովուրդը իր արժանապատվությունը վերականգնելու։ Բոլոր ընտրական քարոզարշավում եք արդեն զբաղված, որովհետև պաշտոնի մենակ բանի կռիվ եք տանում, ոչ թե հողի համար եք կռիվ տալիս, ոչ թե ժողովրդի մասին եք մտածում։ Միլիարդներ եք ծախսելու պաշտոն գրավելու կամ երկրի ղեկավար դառնալու համար, բայց ժողովրդին այս իրավիճակում ոչ մեկը մատը մատին չի դնում է ժողովրդին օգնելու։ Արտագաղթը տեսեք ինչ իրավիճակի է հասել։ Ում է պետք է այս հող առնել ժողովրդի։ Ինը վայելում եք էլ ամեն մեկը տել էլ թալանելով, էլ ուտելով, այս ժողովրդի միսը կերել եք արդեն։ Էլ ինչ եք ուզում այս ժողովրդին։
վաղվա օրը ժողովուրդը ձեզ պես լինելու, վաղվա օրը գնալու եկել է ժողովրդից խնդրեք, որ գա այդ ժողովուրդը ձեր կողքին կաղնի։ Արցախի հարցը պիտի լինի միշտ օրակարգում, բոլոր Արցախի թշնամիները վախում են Արցախի օրակարգից, Արցախի հարցից։ Չի կարելի, չպիտի թույլատրեք այդ ձևի իրավիճակ շարունակվի։ Այսօրվա իրավիճակում մենակով էլ, 10 հոգով էլ, 20 հոգով էլ լինեք, մեկ բարձրաձայնելու եք միշտ Արցախայության, Արցախի հետ վերադարձի, Արցախի հիմնախնդրի հարցը։ Երկու օրը հայերավոր մարդիկ եք զանգում, բոլորդ էլ ձեր խոսքերի մեջ ամեն ձևի հայրենասիրական խոսքեր եք խաղում, ուրա ձեր հայրենասիրությունը, սուտասաններ, բոլոր նախկին պաշտոնյաներին եմ ասում, բոլոր նախկին ղեկավարներին եմ ասում, ներկա գտնվող մեր որ ասում Արցախայության մեջ գտնվող ակտիվիստներին եմ ասում, ուր եք կորել, ինչ կա, խիչ եք հելնում ժողովրդի, խիչ եք խանում ժողովրդի հետ խոսելու, խիչ եք շփվում, խիչ եք բարձրաձայնում, վաղորն եք գալու եք էլի նորել խաղերը խաղալու, որովհետև փող են տալու ձեզ, որովհետև նյութապաշտ եք բոլորդ, չի կարելի թույլ տալ այդ բաները, ներկա իշխանությունն էլ առավոտի ցերեկուն ամեն ձևի այդ բարերը օգտագործելով մեզ ավելի մեծ ցավ է պատճառում, կոչ եմ անում դադարեցնեք Արցախայության մասին կամ Արցախի հետ կապված խնդիրների հետ կապված այդ բաները նվաստացնելու, չեք կարող այդ հարցը լուծեք, մի խոսեք դրա մասին, դուք այդ ընդունակությունը չեք ունեցել, դուք այդ առաջնորդությունը չեք ունեցել, գնացել եք թշնամու հետ համագործակցության, գնացել եք դավաճանության, այո դավաճանություն եք դաղանվանում, որովհետև կործանումից հետևից ցավալի կործանումից հետո էլ ինչ բար կարելի է օգտագործել, բանավեճի եք հրավիրում, տարբեր ղեկավարների, տարբեր հարթակներում բանավեճի եք հրավիրում, մեկ էլ ձեզ եք բանավեճի հրավիրում, եկեք ստեղ մեր հետ, մեր հարցերի պատասխանները տվեք։ Մի հոգի, երկու հոգի կապ չունի, համարձակ մեկը դուրս գա ստեղ, հանգիստ նստեք բանավեճ եք, տեսակ ում հարցերին եք դուք կարող պատասխանեք, մեկ ձեր հարցերի կարող պատասխանեք, թե դու մեկ մեր հարցերի կարող պատասխանեք, չեք կարող պատասխանեք ու չեք էլ գա, ես վստահ եմ, որ ոչ մեկը դուրս էլ չի գալու։ Սիրելի հայրենակիցներ, հույսավատները չկորցնեք, հայ ազգը ունի հազարամյա տարիներ պատմություն, Արցախն էլ ուներ հազարամյա տարիներ ու պատմություն ուներ, այսօրվա իրավիճակում ամեն մեկս, նորից եմ ասում, մեր տեղը պայքարելով գնալու եք հասնելու եք մեր հաղթանակին, ես չեմ ուզում խաղաղություն ծնկաչոք լինելով, ես չեմ ուզում այն խաղաղությունը, որ մեզ բերել են պարտության ստիպելով, որ մեր ցեղասպանության սպառնալիքներով են բերել, չեմ ուզում տենց խաղաղություն, խաղաղությունը ձևի վերցրեք գնացեք ադրբեջանցիների հետ խաղաղ ապրեցիք, այս հողը պիտի հայ ապրի արդար վերականգնի իր արժանապատվությունը, մենք առաջնորդներ եք ունեցել, միշտ հպարտացել եք դրանցով, միշտ անուններ եք դրել մեր երեխոցը, միշտ ամեն տեղ իրենց անունները հիշել եք, բա ուր մնացին ձեր խոսքերը, ուր մնացին ձեր այսօրվա այդ տղորցը, այդ հերոսական տղորց զոհաբերած իրաց գործողության որսմաբանը, ինչի համար, ով ասում որ այդ տղերքը գնալսել են զոհվել են հանուն ոչնչի, հանուն ոչնչի դուք եք, այն մարդիկ է, որ այսօր չեն շարունակում նրանց գործը, հանուն ոչնչի նրանք են, ովքեր այդ երեխոցարունները այսօր վերցրել բան են սարքել, ժողովրդի մեջ ինչ-որ մեկը մեկի քննադատելու մեղավորը ով է, մեղավորը դուք եք, այդ երեխեքն էլ ունեին ընտրություն, չգնային կռվեին, առողջ մնային, որ ասում է իրաց կյանքը վայել էին, բայց իրանք գնացել են այդ քայլին, հաշվեռնելու որ իրաց մեջքին կաղնած է այն ժողովրդի մասան, այն հանրությունը, որ շարունակելու է այդ գործը, ամոթանք բոլորիս, ամոթանք մեզ ամեն մեկիս, այս իրավիճակում, որ ես տեղ կայնած եմ այդ ձևի խոսքեր են բարձրաձայնում, հայ ազգի հետ ինչ է կատարվում, ինչ է կանում է ժողովրդի հետ,